Սոսի հեռուստատեսության եթերում լուրերը լրատվականն է, բարև ձեզ։ Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կրկին քննարկում էր կազմակերպվել մարզկենտրոնի ջրային համակարգի խնդիրների վերաբերյալ։ Ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը պատրաստակամ եկել էր կապանցիներին հուզող հարցերը լսելու ու ինչպես ինքն ասաց, դրական պատասխաններ տալու մտադրությամբ։ Հայ ջերմուղկոյուղի փակbaşնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը հերթական աշխատանքային այցով Կապան էր ժամանել։ Հանդիպման ձևաչափը ի տարբերություն նախորդների փոխվել էր։ Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների, լրատվամիջոցների հետ հանդիպումից բացի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացած քննարկմանը այս անգամ մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մենք եկել ենք ձեզ անհանգստացնող հարցերին պատասխանելու, ինչպես նաև ձեզ հետ միասին քննարկելու Կապանում ընկերության ծավալած գործունեությունը նշեց գլխավոր տնօրենն ու ավելացրեց, որ կփորձեն հնարավորինս գոհացնող պատասխաններ տալ։ Մարզկենտրոնի բնակչությանը հուզող ամենահրատապ խնդիրը այս օրերին Ոսկեսարի հանքավայրում իրականացվող ուսումնասիրություններն են ու խմելու ջրին սպառնացող վտանգը։ Առաջին հարցը հենց դրան էր վերաբերում։ Օրհուս բնապահպանական կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը ներկայացրեց իր կատարած դիտարկումներն ու իր մտահոգությունը հայտնեց։ Օգոստոսին ես անձամբ Բամո Մետալ ընկերության տեղի տնօրենի հետ միասին այցելել եմ այդ տարածքը։ Նրանց ներկայիս գործունեությունը չի սպառնում ջրին, բայց մենք գիտենք, երբ իրենք սկսեն այդ հանքերի շահագործումը, որոշակի վտանգ կառաջանա։ Հենց այդ մտահոգությունից ելնելով էլ օգոստոսին նրանց հետ ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր, որով ամրագրվեց Բամո ընկերության պարտավորությունը։ Հետագայում հանքերի շահագործման դեպքում գետային ջրերին վտանգ սպառնալու ժամանակ ընկերությունը պարտավորվում է գետային ջրընդունիչը այժմյան տեղից տեղափոխել վերև։ Կայուն զարգացում հասարակական կազմակերպությունը դիմել էր հանրապետության նախագահին Ոսկեսարում իրականացվող որոնողական աշխատանքները դադարեցնելու պահանջով։ Արմեն Փարսադանյանը նշեց, որ օրեր առաջ նամակի նույն պատասխանն են տվել, ինչ հնչեցրեց Պատրիկ Լորենը, սակայն ով կարող է երաշխավորել, որ Կապանին մատակարարվող ջրի որակական հատկանիշները չեն փոխվելու։ Եթե իրենք ընթացքում ճանապարհի, գետի հատումների կամ ասենք արտանետումների միջոցով աղտոտման վտանգ առաջացնեն, մենք կարձագանքենք։ Հենց այդ պատճառով է, որ նախօրոք այդ միջոցները ձեռնարկել ենք Հայ ջերմուղկոյուղու բաժանորդների շահերը պաշտպանելու համար։ Ես ունեմ հուշագիր իմ ձեռքից, բայց հուշագիրը սահզուտ ֆիկտիվ փաստաթուղթ է եւ մեր մտահոգությունները չի փոխում, քանի որ Պատրիկ Լորենը չտվեց իմ հարցի պատասխանը։ Եթե բնապահպանական փորձակնություն անգամ նախատեսված չէ, հնարավոր չէ կանխատեսել ռիսկերը։ Ինչպես կարելի է նման բարձրադիր վայրում, որ համարվում է ջրհավաքավազան, որոնողական աշխատանքներ իրականացնել եւ միաժամանակ երաշխավորել, որ ջրի որակական հատկանիշներին չեն ազդի, հակազդեց Արմեն Փարսադանյանը։ Պատրիկ Լորենը հավաստիացրեց, իրականացվող որոնողական աշխատանքների ռիսկայնության մասին ներկայումս խոսք լինել չի կարող։ Միակ ռիսկը, որ կարող է լինել, ջրի պղտորվելն է։ Բնապահպանական ռիսկը սովորաբար արտոնագիր տրամադրող կողմը պետք է լինի, տվյալ դեպքում բնապահպանության նախարարությունը պետք է վերահսկի ոչ միայն ջրինը, այլև շրջակա միջավայրինը, դա իրենց պարտականությունն է։ Բամո Մետալ ընկերության ու Հայ ջերմուղկոյուղու միջև ստորագրված հուշագրի 3 կետերի համաձայն կանխարգելվելու է մաքրման կայուն գործող գետի ջրի աղտոտումն ու պղտորումը, ինչպես եւ ինչ ձևով Պատրիկ Լորենի խոսքով այս պահի դրությամբ իրենցից միայն զգոնություն է պահանջվում, առայժմ բավարարվում են աչալուրջ լինելով։ 17-րդ դարում կառուցված Կապանի Հալիձորի բերդում վերջին անգամ վերականգնողական աշխատանքներ են տարվել 2006-ից 9 թվականներին։ Մասնակիցների նորոգված բերդում առկա են մի շարք խնդիրներ, դրանց գումարվել է եւս մեկը՝ ժամանակ առ ժամանակ տարածք են ներխուժում անասունները։ Վերջերս լուրեր էին պտտվում, թե Կապանում գտնվող Հալիձորի բերդը վերածվել է գոմի, անասունները եւ արածում են եւ հոգում իրենց կարիքները։ Համոզվելու համար մեր նկարահանող խումբը Հալիձորի բերդ հասավ։ Անասունների այդ պահին մենք չհանդիպեցինք, սակայն գոմաղբի թարմությունը հուշում էր, որ նրանք քիչ առաջ են լքել տարածքը։
Այն որ Վալիձորի բերդի տարածք անասուններ մուտք են գործում, ես դրան չեմ կարող առարկել։ Միանշանակ գործում են, որտեղ բերդը 2006 թվականներին մասնակիորեն է վերականգնվել եւ ունի պարիսպների վրա փլված մասեր, որտեղից անասունները կարող են մուտք գործել։ Դրա դեմ ես ոչինչ որպես հուշարձանների պահպանությամբ զբաղվող կազմակերպություն անել չեմ կարող։ Բայց ինչ վերաբերում է, որ Վալիձորի բերդը գոմի է վերածված, դա միանշանակ կարող եմ հերքել։ 17-րդ դարից կանգուն պատմական բերդը սկզբում որպես կուսանած անապատ է ծառայել, այնուհետև դարձել Բեղ գյուղում նստող Մելիք Փարթադանյանների ամրոցը։ Բերդի տարածքում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Դավիթ բեկը այն 1723-ին վերակառուցել է։ Հալիձորի բերդը մեծ դերակատարում է ունեցել 18-րդ դարի սկզբներին Սյունիքում ծայր առած ազատագրական կռիվների ժամանակ։ Մասնակիորեն վերականգնվել են արևելյան, հյուսիս-արևելյան եւ հարավ-արևելյան պարսպապատերը, կից շինությունները, հարավային մուտքը եւ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սակայն կար ժամանակահատվածում, օրինակ, աստիճաններից մի քանիսը կամաց-կամաց սկսել են քանդվել, կամ շինանյութն էր անորակ, կամ էլ բանվորների արած գործը։ Բացի այս, բերդի տարածքում նաեւ շինարարական աղբ է թափվել։ Աստղիկ Հակոբյանի խոսքով անելիքներ դեռ շատ կան։ Առաջնահերթ աշխատանք պետք է տարվի, որ Հալիձորի բերդի պարսպապատերը չունենան ճեղքեր կամ դռներ ունենան մուտքեր, որտեղից որ անասունները ներս չթափանցեն։ Եվ բացի այդ էլ, ասենք, վերականգնման ժամանակ ես չեմ կարող ասել ինչի հետևանքով է եղել, բայց ասենք կոնկրետ օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի ունեցած երկրաշարժից Հալիձորի բերդից 3-4 դուք ինքներդ էլ տեսաք, որ թաղից քարեր են թափվել։ Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետի խոսքով թերի աշխատանքները անմիջապես աչքի են զարնում։ Օրինակ եկեղեցու բեմը բետոնից է, ինչը իր կարծիքով այդքան էլ ճիշտ չէ։ Հալիձորի բերդում աշխատող հսկիչն էլ հազիվ քարերի եւ թիթեղների օգնությամբ մի քանի մուտքեր է փակել։ Ամբողջ Կապան քաղաքը իր 11 թաղամասերով Գեղանուշ եւ Սյունիք գյուղերի միասին ամբողջ ունի մեկ հուշարձանի պահապան։ Հուշարձանի պահապանը ի վիճակի չի առավոտից մինչև երեկո գալ նստել Հալիձորի բերդում, որ գոնե մի անասուն ներս չթափանցի, ներս չմտնի դեպի բերդի տարածք, բայց համենայն դեպս եթե մեկ օր չէ, հաջորդ օր անպայման այդ մարդը այցելում է եւ ամբողջ տարածքը մաքուր պահում է։ Սուրբ Աստվածածին եկեղեցում գտնվող սրբապատկերը այցելուներից ինչ-որ մեկն է ներս բերել։ Սա էլ վկայություն, որ այնուամենայնիվ սրտացավ մարդիկ դեռ կան, ովքեր անհանգստացած են պատմական հուշարձանի գոյատևմամբ։ Կապանի երկրագիտական թանգարանում նոր ցուցադրության են պատրաստվում Եվրոպական ժառանգության օրեր միջոցառման շրջանակներում կապանցիները կծանոթանան Վերին Խոտանանին եւ Վահանավանքին վերաբերող պատմական նմուշներին։ 1991 թվականից Եվրամիությունն ու Եվրախորհրդարանը համատեղ Եվրոպական ժառանգության օրեր խորագրով թանգարանային միջոցառում են անցկացնում։ Այս իրադարձություններից ինչպես միշտ հետ չի մնում Կապանի երկրագիտական թանգարանը։ Սեպտեմբերի 29-ին այստեղ եւս պատրաստում են ներկայացնելու մեզ մնացած ժառանգությանը վերաբերող ցուցադրություններ։ Կարծում եմ այն, ինչ որ մենք ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից կամ մեր պապերից, հատկապես մեր գյուղաշխարհից, դրանք եւ եվրոպական ժառանգություն են, եւ ասիական ժառանգություն են, եւ մարդկային քաղաքակրթության ժառանգություն են։ Հայաստանի Հանրապետության նշանավոր գյուղերից մեկը դա Վերին Խոտանան գյուղն է։ Գյուղ, որը այնպիսի զավակներ է ծնել, որ պատիվ կարող է բերել ամեն մի ժողովրդի։ Մենք մտածել ենք ներկայացնել Վերին Խոտանան գյուղը, գյուղաշխարհ շարքից։ Ցուցադրությանը կներկայացվի Վերին Խոտանանի անցյալի մշակույթի պատմությունը, այնպիսի մարդկանց կյանքն ինչպիսիք եղել է Մովսես Տաթևացի ամենայն հայոց կաթողիկոսը, Մուշեղ Կարապետյանը, Պողոս Տեր-Դավթյանը եւ այսպես շարունակ։ Իդեպ ցուցադրությունում տեղ կգտնի նաեւ թանգարանի կողմից նոր ձեռք բերված Սիսիանի զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյանի ռազմական գոտին։ Գրիշա Սմբատյանը երախտագիտություն հայտնեց Վերին Խոտանանի դպրոցի ուսուցչուհի Ալմարա Անտոնյանին, որը գյուղին վերաբերող մեծ քանակությամբ նյութեր է տրամադրել։ Ցուցադրության երկրորդ թեման Վահանավանքն է, որը կկազմակերպվի թանգարանի նորակառույց մասնաշենքում։ Մշակութային ժառանգության ծառայությունը մենք պայմանավորվել ենք Աստղիկ Հակոբյանի հետ, սիրով մեզ ընդառաջել է եւ միանգամից ժառանգության օրեր այս խորագրով ներկայացնում ենք նաեւ Վահանավանքը։ Գիտեք, Վահանավանքի 1100-ամյակը դեռ մեր գիտակցության մեջ է, 2011-ից շատ քիչ ժամանակ է անցել։ Մենք նաև մեր փոքր դահլիճում, ժամանակավոր ցուցադրության դահլիճում ներկայացնում ենք
Սյունիքի մշակութային, հոգևոր, կարելի է նաև ասել քաղաքական կենտրոններից մեկի Վահանավանքի պատմություն։ Ի դեպ թանգարանում լուծվել է նաև հիմնական ցուցադրության հարցը։ Սյունիքի մարզպետ Ուրիկ Խաչատրյանը օրերս 7 միլիոն դրամական հատկացումով աջակցեց երկրագիտական թանգարանին հիմնական ցուցադրությունը կազմակերպելու նպատակով։ Այսպիսով թանգարանի աշխատակիցներն ակնկալում են, որ սեպտեմբերի 29-ին ժամը 16-ից Եվրոպական ժառանգության օրեր ցուցադրությանը մարդկանց հոսք կնկատվի։ Թեև աստղագիտություն առարկան հանվել է հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից, սակայն կապն առարկայի հետ փորձում են պահպանել։ Կապանի համար 10 հիմնական դպրոցում երեկոյան ժամերին աշակերտները տնօրենի գլխավորությամբ աստղադիտակներով ուսումնասիրում են երկնային մարմինները։ Սա 21 օրական լուսնի մակերևույթն է, որը ֆիքսել է մեր տեսախցիկը։ Իսկ ահա Կապանի համար 10 հիմնական դպրոցի երեխաները հնարավորություն ունեն զննելու են առավել պարզ եւ մոտիկից ոսպնյակային եւ հայելային աստղադիտակների միջոցով։ 1500-400 թվականներից սկսած, երբ առաջին անգամ հայտնագործեց, նրանում կոնստրուկտիվ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մնացել է նույնը։ 2 տարի է ինչ հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրից աստղագիտություն առարկան հանվել եւ ներառվել է ֆիզիկա առարկայի մի փոքրիկ բաժնում։ Կապանի համար 10 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Հակոբյանը սա լուրջ կորուստ է համարում, քանի որ Անանյա Շիրակացու եւ այլ մեծերի թողած գիտությունն այսօր կարծես ստվերում է մնում դպրոցականների համար։ Տնօրենը դպրոցի աշակերտների կապն աստղագիտության հետ պահպանելու համար հետաքրքիր ձև է մտածել։ Արդեն 2 տարի է դպրոցում խմբակ է գործում, երեկոյան ժամերին երեխաները հավաքվում են եւ աստղադիտակի օգնությամբ ուսումնասիրում երկնային մարմինները։ Այս տարի սա խմբակի առաջին պարապմունքն էր։ Երեխաները մեծ սիրով, ոգևորությամբ սիրում են դիտել, նայել, աստղը գտնել իրենց, լուսնի մակերևույթ ուսումնասիրել։ Այդպես նախաձեռնեցինք, գտնում եմ, որ լավ նախաձեռնություն է, կարող ենք նաև ուրիշ քաղաքի այլ դպրոցի աշակերտների ընդգրկել, կապել։ Ի վերջո այդ գիտությունը չպետք է մեռնի մեր հանրապետությունում։ Մենք ունենք աստղագիտության խոշոր համաշխարհային մակարդակի գիտնականներ։ Մենք չպետք է մոռանանք մեր Վիկտոր Համբարձումյանին, Խաչիկյանին, Մարգարյանին, այդպիսի խոշոր դեմքեր, ակադեմիկոսներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում։ Միգուցե այս երեխաները, որ հիմա ոգևորվածությամբ եկել են դասի, վաղը մյուս նոր Վիկտոր Համբարձումյան ունենան։ Նաև մի պարադոքսալի բան ասեմ, որ հետաքրքիր է առարկան գոյություն չունի, բայց արդեն 2 տարի առարկայական օլիմպիադայում աստղագիտություն առարկան կա, չգիտեմ ինչ են մտածել։ Եղանակային պայմանները եւս երեխաների կողմից էին հրաշալի երևում էին մեծ արջի համաստեղությունն ու արեգակից հետո մեզ ամենամոտ աստղը Կենտավրոս համաստեղության Պրոքսիման։ Երեխաների ոգևորությունը շատ մեծ էր, յուրաքանչյուրն իր տեսածին փորձում էր խորհրդավոր նշանակություն տալ։ Աշակերտներից Աննան լուսնի մակերևույթն ուսումնասիրելուց հետո գերազանք պահեց։ Առաջին անգամ տեսա լուսինը շատ մոտիկից, շատ գեղեցիկ էր, ոնց որ ադամանտ փայլ էր։ Ու լուսինը իր վրա ուներ փոսեր, որը ֆիզիկորեն կոչվում է լուսնային օվկիանոսներ եւ ծովեր։ Մի խոսքով շատ զգացված եմ, շատ գեղեցիկ էր եւ նույնիսկ իմ ցանկություն առաջացավ երբևիցե լինել լուսնի վրա եւ հուսով եմ երազանքս կկատարվի։ Ասում են կին աստղագետներ գրեթե չկան, որովհետև նրանք ավելի պարզ են տեսնում երկինքն ու աստղերը, քան տղամարդիկ, այդ պատճառով էլ վերջիններս են հակված ավելին տեսնելու նպատակով լուրջ ուսումնասիրություններ կատարել, իսկ դպրոցականների մեջ աղջիկ թե տղա նույն եռանդով էին աշխատում։ Իսպանիան ներկայացնում է գալիք տարվա բյուջեն, որը հիմնված է հակաճգնաժամային աննախադեպ միջոցների վրա։ Հունաստանում բողոքի ցույցը վերածվել է զանգվածային անկարգությունների։ Թողարկումը շարունակում ենք միջազգային լուրերով։ Իսպանիան ներկայացնում է գալիք տարվա բյուջեի նախագիծը, այն կառուցված է հակաճգնաժամային աննախադեպ միջոցների վրա։ Մինչ այդ երկիրը ցնցել են բողոքի զանգվածային ցույցերը։ Գոտիները անվերջ ձգելու քաղաքականությունից դժգո իսպանացիները դուրս են եկել փողոցներ։ Նրանք կարծում են, որ ճգնաժամի համար պետք է վճարեն այն առաջացրած բանկերն ու ֆինանսիստները եւ ոչ թե հասարակ քաղաքացիները։ Նախօրյակի Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Իսպանիայի վարչապետ Մարիան Ռախոյը հայտարարել էր լրագրողներին, թե
երկրի բնակչության մեծամասնությունը ցուցարարների հայացքները չի ընդունում։ Երրորդ օրն է Մադրիդում Իսպանիայի խորհրդարանի շենքը շրջապատված է ցուցարարներով։ Մարդիկ հուսահատված են գործազրկության աճից, որը կաթվածահար է արել երկրի աշխատունակ բնակչության 1/4-ին։ Գալիք տարի կառավարությունը ծրագրում է սառեցնել աշխատավարձերը եւ թոշակները, բարձրացնել այսպես կոչված ժամանցային ոլորտի հարկերը։ Կինոթատրոնների տերերն ասում են, որ այդ պատճառով իրենք ստիպված կլինեն զգալիորեն կրճատել հաստիքները, բայց ամենածանր հարվածը հասցվել է մշակույթին, 4 տարում բյուջետային միջոցները կրճատվել են 70%-ով։ Վերջին 1 տարում Հունաստանում խոշորագույն բողոքի ցույցը վերածվել է զանգվածային անկարգությունների։ Խորհրդարանի առջև գտնվող Սինտագմա հրապարակը կրկին դարձել է մարտադաշտ։ Ոստիկանների վրա թռչում են քարեր եւ դյուրավառ հեղուկով լի շշեր։ Ի պատասխան դրա վերջիներս օգտագործում են արցունքաբեր գազ եւ աղմուկ առաջացնող նռնակներ։ Բյուջետային խիստ խնայողության դեմ ելույթներին ըստ արհմիությունների տվյալների մասնակցել է մոտ 100,000 մարդ։ Գործադուլի եւ երթի կազմակերպմանը մասնակցել են նաեւ հույն աջ ծայրահեղականները։ Չնայած բողոքներին, Հունաստանի կառավարությունը արդեն համաձայնեցրել է առաջիկա 2 տարիների խնայողության միջոցների նոր փաթեթը։ Դա երկրին վարկ հատկացնելու անհրաժեշտ պայմանն է, այնպես որ ցույցերից վերադարձած հույներին սպասում են նոր կրճատումներ։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, ծանոթացեք նաև եղանակի տեսությանը։ Մինչ նոր հանդիպում։